Այդքան մոտիկ չէ։ Թե ինչպես սա գել է աշխատում վերջնի ֆորմայի հետ։ Արդյոք նա արժե օգտագործել վերջնի ֆորմայի դեպքում, թե ոչ։ Արիցս։ Ուրեմն վերցրեցինք կարմիր գույնը, միացրեցինք լամպան ու գրեցինք ինչ-որ sense մակերեսի վրա։ Բուկվալնա մի քանի րոպեվա ընթացքում գելը պետք է պնդանա։ Եթե գելը պնդանում է, ուրեմն ինքը վերջնի ֆորմայի համար համապատասխան է։ Տեսեք, լավ պիգմենտավորված կարմիր գույնի գել է, բայց նա բավական լավ շուտ չորացավ։ Ուրեմն սա վերջնի ֆորմայի հետ լավ կաշխատի։ Հիմա մենք մոդելավորելու ենք երկար եղունգ ու սկսելու ենք մենք հիմա նայել մի քիչ այլ տեխնիկայով աշխատել, քան նախորդ դասին եմ ես ցույց տվել։ Հիմա մենք ուրեմն կդնենք նյութը հենց հիմքում, то есть բնական եղունգի հիմքում։ Ես կարա սա вообще տանեի վրձինով, բայց քանի որ փայտիկն եմ ծորած, այդպես սկսեցի փայտիկով։ Շատ նյութ չեմ դնում։ Տես բարակ շերտ մի հատ քսեցի ու կաթիլ դրեցի հենց ապեքսային հատվածում։ Մնացածը պակասացնեմ, որ այդ տեխնիկան ցույց տամ։ Ուզում եմ այն պատստավկան։ Так, բերում ենք մոտիկ, հաճախորդի մատիկը, բուտմատիկն ենք անում։ Ուրեմն, մենք հիմա 45 աստիճանի տակ, այսինքն, то есть նայեք, ոչ թե միանգամից պարկացրած, այլ թեքությամբ դրեցինք, ու սեղմած եմ բանում հենց այդ վերևի հատվածը։ Իջացրեցի, լիարժեք պետք է զգամ, որ իջացրել եմ։ Այո, բերում ենք, մի քիչ էլ մոտիկից խնդրում եմ, մերսի, որ ֆիքսվի հենց կուտիկուլայի մոտի տարածքը։ Պահում ենք, քանի որ պիգմենտավորված է, պահում ենք ոչ թե 3 վայրկյան, այլ մի 5 վայրկյան մոտավորապես։ Ստոպ։ Շրջեցի։ Հիմա նայեք, տակը ինչ վիճակ է։ Քանի որ մենք ուզում ենք մոդելավորենք հենց երկար եղունգ, մենք երկարությունն ենք լցնում, հիմա նոր որ ինքը այն ժամանակ կթափվեր, ճիշտ է, եթե ես միանգամից երկարությունը լցնեի։ Ես հիմա դա կանեմ, կավելացնեմ երկարությունը տակից։ Իհարկե բնականաբար այնքան ենք անում, ինչքան որ ուզում ենք լիսկա անել։ Ու հարթեցնում ես։ Նայում ես երկու կողմից էլ, որ աճման կետերի հատվածում փակ լինի։ Ես տեսա, որ այս անկյունը փակ չի, այսինքն զգուշորեն կդնեմ։ Միշտ բակավոյ պարալելներին ուշադրություն դարձրեք, իրանք չպետք է շատ բարակ լինեն։ Բարակ լինելու դեպքում բնականաբար կոտրվելու են պատերը։ Իսկ պատերը դա ամրություն է եղունգի։ Մի քիչ ինքնահարթվի։ Ես այսպես կանեմ, հիմա նայեք մաշկը։ Գլորում եմ, սենց մաշկին կպած, անցա ու շուտ ֆիքսեցի։ Սա ինչ հեշտ էր սպահը։ Էսի շատ լավ տարբերակ է։ Ու հիմնական ինքը աշխատում է երկար մշակել, որտեղ երկարը դու սենց բռնացել, որ թեքես քո մատիկին է կպնելու։ Դες վերջնի ֆորման բազմաթիվ տեխնիկաներ ունի, բազմաթիվ որ մենք մեթոդներ ունենք մոդելավորման, պրոստը պետք է գտնես հարմարը քեզ։ Խնդրեմ